Բարի երեկո, դուք դիտում եք Ամեքլուսի IF+ հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Մարտի 1-ի բացահայտման գործում չկա բացարձակ որևէ առաջընթաց։ Այսօր հայտարարել է Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Ըստ նրա, իշխանությունը բացահայտ գնում է Մարտի 1-ը կոծկելու եւ մոռացնելու ուղիով։ Եթե դատախազը հայտարարում էր Մարտի 1-ի էջը փակված է, դուք ումից եք պահանջում։ Իրանը չափազանց կարևորում է Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու գաղափարը։ Ըստ իրանագետ Ռուդիկ Յարալյանի, չի բացառվում, որ երկաթգծի կառուցման հարցում էլ այդ երկիրը աջակցի մեզ։ Գիտենք, որ 100 միլիարդ դոլար ուրեմն արտասահմանյան բանկերում պահվող իրանական կապիտալը ապասառեցվելու է։ Հույս կա, որ իրանական կողմը շատ ավելի մեծ ակտիվություն կդրսևորի ուրեմն պրոյեկտի այն մնացած հատվածը ֆինանսավորելու եւ իրականացնելու հարցում։ Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր 6 ժամով հեռացվեց դատական նիստերի դահլիճից, երբ պառկեց եւ հրաժարվեց ենթարկվել դատավոր Նելի Բաղդասարյանի պահանջներին։ Դատավորը նրան 30 վայրկյան էր տվել միջնորդություն ներկայացնելու համար։ Այնուհետև նիստերի դահլիճը լքեցին նաեւ Գասպարիի պաշտպանները, նշելով, որ առանց իրենց պաշտպանյալի չեն կարող մասնակցել նիստերին։ Դատավորը խորհրդակցական սենյակում մնալուց հետո որոշեց դիմել փաստաբանների պալատի նախագահին փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու համար։ Այսօր ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան պուրակին հարակից տարածքում ծառեր են հատվել։ Այստեղ նախատեսվում է կառուցել Հրանտ Մաթեոսյան մշակութային կենտրոն Տանգարան։ Դեպքի վայր մեկնած մեր նկարանող խմբին տարածքում շրջայց իրականացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները վստահեցրել են, որ ճյուղեր գուցե, բայց ծառեր չեն հատվել։ 20-րդ դարի ամերիկյան գրականության հսկաներից մեկի Վիլյամ Սարայանի առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան։ Գրողի տունը Ֆրեզնոյում հիմնովին նորոգման կարիք ունի։ Այդ տունը նախորդ տարի գնել էր Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված ինտելեկտուալ ռենեսանս հիմնադրամը։ Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոներ եւ այլ մշակութային միջոցառումներ։ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական է ուղարկել Հայաստանի մարզպետներին եւ Երևանի քաղաքապետին, առաջարկելով համապատասխան հանձնարարականներով բացառել ուսումնական հաստատություններում մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի տոնական միջոցառումների շրջանակում պարտադրված դրամահավաքի դրսևորումները։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ՄԻԲ գրասենյակի արագ արձագանքման խմբի եւ բռնությունների կանխարգելման վարչության աշխատակիցները մեկնել էին Նուբարաշենի գիշերօթիկ դպրոց երկու եղբայրների ինքնասպանության փորձը մանրամասն ուսումնասիրելու համար։ Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին մի քաղաքացի ահազանգել էր, որ իր թոռները գտնվում են Նուբարաշեն վարչական շրջանի գիշերօթիկ դպրոցում եւ իրեն հայտնել են, որ ցանկանում են ինքնասպանություն գործել կախվելու միջոցով։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտնել է Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկայում կայանալիք հանդիպման մասին։ Շուտով կանցկացվի Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում։ Այդ հանդիպմանը կքննարկվեն Հասան Ռոհանիի եւ Իլհամ Ալիևի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցերը, նշել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը։ Օրվա լրահոսը։ Հայաստանի Հանրապետական կուսակցության падգամավոր երգչուհի Շուշան Պետրոսյանը ոչ թե սպառնացել է, այլ սաստել ֆեյսբուքյան օգտատիրոջը, եզրահանգել է Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը, կարճելով նրա դեմ ներկայացված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումի վարույթը։ Բոլոր փաստաբանները, ում հետ ես ինքս անձամբ խոսել եմ, փաստում են հետևյալը, որ տվյալ պարագայում հաշվի առնելով Շուշան Պետրոսյանի էությունը, իսկն Ազգային ժողովի падգամավորից բացի մշակույթի գործիչ եւ այլն, նրա խոսքերը չի կարելի որևէ կերպ վերակել որպես սպառնալիք։ Շուշան Պետրոսյանը վիրավորել էր ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին, ասելով լակոտ աչքերդ կհանեմ։ Պատանի տարիքում քիչ չեն եղել, որ մեծերն ասել են ականջներդ կկտրեմ այ լակոտ։ Դա նույնիսկ չէ տվել, որ նրանք ակնհայտորեն խաղալին իմ ականջները կտրել։ Ուղղակի դրանից մենք անում ենք հետևյալ խրատում են ինձ։ Խոսրով Հարությունյանի որակմամբ Շուշան Պետրոսյանի գործողությունները չեն հակասել էթիկայի կանոններին։ Այն դիտարկվել է որպես սոցիալական ցանցում տեղի ունեցած միջանձնային հարաբերություն երկխոսություն։ Նա բացատրեց, թե որ դեպքում լակոտ բառը կարող էր դիտվել սպառնալիք կամ վիրավորանք։ Որևէ մեկը հանրության համար անհայտ մի հատ վաստակաշատ գիտնականի տարեց ակադեմիկի ասել լակոտ 18 տարեկան ասեր 80-70 տարեկան որևէ մի
հայտնի հանրության պրոֆեսորին միգուցե դատարանը կընդուներ։ Թևան Պողոսյանի գնահատմամբ իրավական դաշտում Շուշան Պետրոսյանի խոսքերը դժվար է մեղադրանք որակել։ Ազգային ժողովում ունենք պատգամավորներ, որոնց նույնիսկ դրա կեսի չափ ասածը բավարար էր նրա համար, որ միանգամից ոստիկանության դիմեին եւ ասեին, խնդրում եմ պաշտպանեք այս քաղաքացու անվտանգությունը։ Հանձնաժողովի 6 անդամից 5-ը կողմ է եղել դիմումի վարույթի կասեցմանը։ Ձեռնպահ է եղել միայն Օրինաց երկիր կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ Լևոն Զուրաբյանը դեռևս գոյություն չունեցող ընտրական օրենսգրքի առիթով այսօրվա քննարկումների ժամանակ ասում է, որ պետք է որ որոշվի զենքով ենք ազատվում Սերժ Սարգսյանի իշխանությունից, թե քվեաթերթիկով։ Մենք իրականում փորձում ենք երկիրը փրկել ահաբեկչությունից, որովհետև երբ որ ժողովրդի առաջ փակում են արտահայտման հնարավորությունները, նրանք իրենք են հրավիրում այլ ելք շատերի համար չթողելով։ Իշխանությունները չեն եկել այսօրվա քննարկմանը մի օրենքի, որի դրույթներից միայն իրենք են տեղյակ, փոխարենն ընտրական օրենսգրքի նախագիծն ուղարկել են Վենետիկի հանձնաժողով։ Նրանք ուզում են իրենց բանակցային դիրքերը թիկունքը ամրապնդեն, ստանան նախնական այդ իրենց նախագծի համար ինչ որ դաբրոներ, որից հետո այլևս չեն համարի, որ շատ բան պետք է զիջեն անդիմությանը կամ հասարակությանը։ Իշխանությունը պարզապես չի ուզում իշխանություն հանձնել, ասում է Լևոն Զուրաբյանը, հետևաբար չի կարող ազատ եւ արդար ընտրություններ թույլ տալ, բայց ընդդիմությունը պետք է կարողանա նեղացնել ընտրակեղծիքների դաշտը, կա 3-4 առաջարկ, որ պետք է դառնա ընդդիմության եւ հասարակության միասնական պահանջ։ Վստահեղեք, որ ամբողջ միջազգային հանրությունը օգնելու է, կանգնելու է այդ պահանջների թիկունքին եւ շանս է առաջանալու, որ իշխանությունը ինչքան էլ որ դիմադրի ստիպված լինի այնուամենայնիվ կատարել ետքայն։ Այդ պահանջներից են ցուցակների հրապարակումը, ցուցակների մաքրումը, տեղամասերի նկարահանումը։ Ոչ ոք չի սիրում ուղիղ եթերում կամերայի առաջ հանցագործություն կատարել։ Լևոն Զուրաբյանը վստահ է, որ այս պահանջների կատարման դեպքում իշխանությունը կեղծ քվեների մեծ մասից կզրկվի։ Այսինքն, եթե կես միլիոն էին նրանք կարողանում կեղծել, մենք կարող է այդ թիվը փոքրացնենք, եթե այս առաջարկները կարողանանք առաջ տանել, փոքրացնել, հասցնել, չգիտեմ, 100,000-ի, 200,000-ի։ Կարապի լճի հարակից տարածքում ծառերը հատվել են սրճարանի տնօրենի հայացողությամբ առանց Երևանի քաղաքապետարանի թույլտվության։ Տնօրենը պատրաստ է վճարել տուգանքը, չնայած որ քաղաքապետարանից խախտման մասին որևէ փաստաթուղթ չի ստացել։ Քաղաքապետարանը ինձ թույլատվել էտելու ծառերը, էտելու գործողությունները ավարտելուց հետո երկու ծառը ես պատկերացրել եմ, որ վտանգավոր են, չեմ սպասել, անմիջապես արմատախիլ եմ արել։ Տնօրենի պնդմամբ ժամանակին հենց իրենք են տնկել այսօր արդեն գերան դարձած թթենին ու հացենին, ըստ նրա դրանք ծերացել են ու պետք է փոխարինվեն։ Այս ծառը 10 տարուց ավել է, ասենց չոր մնացել է։ Հիմա որ ես սա հանեմ ու փոխարենը նոր ծառ տնկեմ, էլի հանցագործությունա։ Հիմա որ ամբողջ մայթը բարձացրել էր շուռ էր գալի, թողայի մեկին ընկնել, մեկի տխին ընկնել, փոխարենը 10 հատ տնկում եմ։ Տնօրենի խոսքերը վստահություն չեն ներշնչում քաղաքապետարանի մոտ հավաքված այս քաղաքացիներին։ Նրանք վստահ են, որ ծառահատումը համաձայնեցված էր եւ շարունակվելու է։ Քաղաքապետարանը ինչ որ խրոխտ մամլո հաղորդագրություններ տարածել, թե գիտեք, ուղարկվել են մեր մասնագետները, գնացել են այնտեղ համապատասխան ակտ է կազմվել։ Գիտեք, եթե այդ ակտը կազմվի, այդ մարդիկ էլ տանեն այդ տուժ տուգանքը մուծեն, որից հետո կտրված ծառերի հատվածում շարունակեն իրենց բիզնես գործունեությունը, դեպքում պետք է վճարված ակտերը։ Ակցիայի մասնակիցները սթափության կոչ արեցին քաղաքային իշխանություններին, վերաձևակերպելով Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը՝ Երևանն առանց ծառերի սիրուն չի։ Ցմահ-դատապարտյալ Արթուր Մկրտչյանը բողոքարկում է 5 տարի առաջ քրեակատարողական հիմնարկի կայացրած ակտը։ Նրա մոտ բջջային հեռախոս է հայտնաբերվել, որն էլ համարվել է այնպիսի զանցանք, որի դեպքում նա չի կարող ներկայացնել պայմանական ազատ արձակման դիմում։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հրավիրված արտագնահատականիստը սակայն չկայացավ։ Դատավորի ժամանելուց հետո պարզվեց, որ նիստերի դահլիճը նորոգվում է։ Դատավորը հետաձգեց նիստը ամսաթիվ չնշելով, բայց չբացառելով, որ հաջորդ նիստը կկայանա ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում։ Մինչ հսկիչները Արթուր Մկրտչյանին կտեղափոխեին խուց, նա հասցրեց դատարանից իր սպասելիքները ներկայացնել լրագրողներին։ Ազնիվն են։ Վախում են ազնիվն են, հետա։ Ցանկացած գործով։ Խի մենակ սմաներն են։
մի ամբողջ բերդ կալանավոր է լցված։ Պաշտպան Ռևազյանը կարծում է, բոլոր հիմքերը կան, որ դատարանը բավարարի իր պաշտպանյալի հայցը։ Արդյոք հերրախոս բջջային ունենալը ինքը այն ծանր զանցանք ասեմ կամ չարամիտ խախտում ասեմ, որ մենք կարող ենք որակել, որպեսզի անցին 20 տարի հետո չքննարկենք իր վաղաժամկետ ազատ արձակելու հարցը, անել եթե 4 տարի արդեն 5 տարի առաջ դա տեղի ունեցել։ 20 ցմահ դատապարտյալներ հատել են 20 տարվա շեմը, սակայն նրանցից ոչ մեկն ազատ չի արձակվել։ Հայաստանում նման պրակտիկա գոյություն չունի, եւ սա լուրջ խնդիր է, մենք կարող ենք դրանով արդեն իսկ փաստել, որ վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը Հայաստանում չի գործում։ Իդեպ Արթուր Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել 5 համաձայնակիցների սպանության մեջ։ Դատարանում չի ընդունել մեղքը, պնդելով, որ սպանությունը կատարել են անծանոթ մարդիկ, ովքեր այդ օրը եղել են Կոթիի Զորամասի հենակետում։ Արթուրի հայրը հավատում է որդուն եւ վստահ է, մի օր իրականությունը բացահայտվելու է։ 20 տարի է պայքարում ենք, ելի կպայքարենք։ Վարդգես Գասպարիի գործի մասին ամեն ինչ կարծես թե ասված է։ Նրան կալանավորեցին դատարան չներկայանալու համար, չնայած եթե ապացուցվի նրա մեղքը, դրա համար նա կարող է վճարել առավելագույնը 500,000 դրամ տուգանք։ Նուբարաշեն քրեակատարական հիմնարկում Գասպարիի խոսքերով նրան ծեծի են ենթարկել։ Կալանավորներն ու վարչակազմը դա հերքում են։ Գասպարիին ի վերջո ազատ արձակեցին։ Իսկ քանի հոգի կա, որոնց համար խափանման միջոց ընտրվում է կալանք եւ որոնք կալանավայրում արժանանում են անմարդկային վերաբերմունքի։ Օրվա գլխավոր թեման։ Որ դեպքում պետք է հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին կալանավորել եւ որ դեպքում խափանման այլ միջոց կիրառել։ Հայաստանյան դատարաններն ու քննչական մարմիններն ավելի հակված են նախաքննության ընթացքում մարդուն անազատության մեջ պահել։ Կալանքը օգտագործվում է որպես ճնշման միջոց։ Ճնշման միջոց, որտեղ անազատության մեջ մարդուն ավելի է համոզում, այսպես կոչված չակերտներով կամ ճնշում գործադրում, որպեսզի նա դա ինքնախոստովանական ցուցմունքներ։ Հաճախ անձին ամիսներով մնում են ճաղերից այն կողմ, չնայած որ դատարանը բավարար ձևով չի հիմնավորում նրանց անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը։ Իրավապաշտպանը հիշում է ընդդիմադիր ակտիվիստներ Գևորգ Սաֆարյանի ու Վարդգես Գասպարիի դեպքերը։ Եվ Գևորգի եւ Վարդգես Գասպարիի դեպքում մենք ունեցանք հետեւյալ փաստը, որ ազատազրկման վայրում քրեական հանցագործությունների մեջ կասկածվող անձինք, որոնք գտնվում են քրեական աշխարհի հսկողության եւ ազդեցության ներքո, օգտագործվեցին որպես գործիքներ, միջոցներ, քաղաքական հայացքներ կամ քաղաքական դիրքորոշումներ ունեցող անձանց նկատմամբ, որոնք դիրքորոշումները հակառակ են իշխանությանը, դրանց նկատմամբ ճնշում գործադրելու եւ բռնություն գործադրելու նպատակով։ Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պրակտիկայում հանդիպել է հարյուրավոր դեպքերի, երբ դատարանը փաստական նույն հանգամանքների առկայությամբ մի դեպքում անձին կալանավորում է, մյուս պարագայում ազատ արձակում։ Դա նշանակում է, որ պաշտոնատար անձը ուղղակի կամ անուղղակի շահագրված է գործի ելքով, այսինքն կամ գումար են վերցնում, կամ զանգ են տալիս, խնդրում են, կամ ելնելով, չգիտեմ, կուսակցական շահերից, կամ իր բարեկամների շահերից, կամ ինչ-որ անձնական դրդումներից։ Փաստաբանը պնդում է, իրավիճակը փոխելու համար քայլեր ձեռնարկել չեն շտապում ինչպես Արտահայտության նախարարությունն, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Ըստ նրա անհրաժեշտ է քաղաքական կամք դրսևորել ու խնդիրները հասկանալու համար մտահոգ անձանց մասնակցությամբ անկախ մոնիթորինգ անցկացնել։ Պետք է բարձրացվի կոնկրետ դատավորների եւ կոնկրետ դատարանի կողմից տարբեր տեսակ օրենքների կիրառության խնդիրը եւ այդ խնդիրը նստել սեղանի շուրջ եւ որոշել օրենքի մակարդակով, թե դատարանի նախադեպի մակարդակով այդ խնդիրը պետք է լուծվի։ Մինչդեռ այսօր դատաիրավական համակարգի ապօրինի որոշումներից տուժած քաղաքացիներն արդարություն փնտրում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Իսկ իրավիճակը չփոխելու պարագայում Հայաստանը կշարունակի պարտություններն այդ ատյանում, վճարելով հսկայական գումարներ հարկատուների հաշվին։ Որպես խափանման միջոց կալանքը Հայաստանում ընտրվում է այն պարզ պատճառով, որ քննիչների հմտությունները եւ պրոֆեսիոնալիզմը չի բավարարում գործը բացահայտելու այլ մեթոդներով, եւ նրանք անհրաժեշտություն են տեսնում մեղադրյալին պահել անազատության մեջ եւ զանազան ճնշումներ գործադրելով հասնել եթե ոչ ինքնախոստովանական, ապա գոնե որոշ չափով ցանկալի ցուցմունքների գործը կարելու համար։ Դատարանները չնչին բացառություններով ընդառաջ են գնում քննիչների այդ ցանկություններին, որովհետև դատական եւ քննչական մարմինները Հայաստանի նման երկրներում կուռ միասնական համակարգ են կազմում։ Պատճառաբանությունը, թե մեղադրյալը կարող է թաքնվել քննությունից կամ կարող է ազդել քննության արդյունքների վրա, հիմնականում շինծու է։
Գասպարին համենայն դեպս չէր պատրաստվում որևէ մեկից թաքնվել։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տիրող բարքերի մասին ահազանգերը շատ են, սակայն դեռևս չի եղել մի դեպք, երբ այդ հիմնարկի վարչակազմը կամ նրանց վերադասները հայտարարեն, որ մարդկանց, այդ թվում Գասպարի պատմածները համապատասխանում են իրականությանը։ Դա կասկածներ է առաջացնում այդ հիմնարկի վարչակազմի և ներսում հարցեր լուծող քրեական տարրերի համագործակցության մասին։ Ամեկ+ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքացի Վարդգես Գասպարին։ Վարդգես, դուք եղել եք և նախնական կալանքի տակ և դատավճռով նաև դատապարտվել եք, հա։ Ճիշտ է արդյոք, որ կալանավորների վիճակը շատ ավելի վատն է, քան դատապարտյալների։ Անկեղծ ասած, ես այդտեղ կդժվարանամ ճիշտ և միանշանակ պատասխանել, որովհետև դատապարտյալները հիմնականում լինում են գաղութներում։ Ես գաղութում չեմ եղել։ Ես իմ ամբողջ կալանքը կրել եմ ուրեմն Նուբարաշեն քրեակատարողական, նաև 2008-ին։ Հետևաբար կարող եմ ասել, որ գաղութների մասին ճշգրիտ ինֆորմացիա չունեմ, պատկերացում չունեմ։ Եվ դժվարանում եմ ասել, որ առանձնապես կալանավորների և դատապարտյալների վիճակը Նուբարաշենում գտնվող միմյանցից տարբեր է։ Իսկ ձեր կարծիքով ինչու են քննիչները և դատարանները սովորաբար ընտրում որպես խափանման միջոց կալանք, նույնիսկ ձեր դեպքում, երբ որ դրա իրավական հիմքերը չկան։ Դրանից, այսպես ասած, գիտեք, իրանք վնաս չեն կրում, ուրեմն ոչ մի պրոբլեմ չեն ունենում, չնայած որ կարող են ինչ-որ բան շահել։ Առաջին հերթին դրա իրանց հոգեբանական ճնշում գործադրելու պահն է։ Երկրորդը, ուրեմն, այնտեղ ես հակված եմ, որ կալանավայրում մարդկանց, ուրեմն, քանի որ դա կալանավայրը եկամտաբեր բիզնես է, կալանավոր պահելը, իրանք նույնպես փայ ունեն այդ բիզնեսի մեջ, և պլուս դրան, որ ասենք նախնական կալանքը դա կիրառում են, որպեսզի իրանց գործը հեշտացնեն։ Քննիչները չունեն այսպիսի պրոֆեսիոնալ հմտություններ, որ ինչ խնդիրներ բացահայտեն եւ այլն, մարդկանց վերցնում են, կալանավորում են, հետո այնտեղ հեռախոսները դե իրանց բանով իմացությամբ եւ իրենց թույլտվությամբ կա, հեռախոսներով խոսում են, գաղտնալսում են, ինչ-որ բաներ պարզելու։ Ինձ թվում է երևի թե այսպես կարելի ասել։ Դուք չեք պատրաստվում դիմել դատարան Նուբարաշենում այդ հիմնարկում ձեր նկատմամբ բռնություններ ենթարկելու հարցով։ Իհարկե առաջին իսկ օրը իմ փաստաբանները, իմ պաշտպանները դիմել են Եվրոպական դատարանի ուրեմն առաջնահերթ եւ անհետաձգելի գործերի բաժնում, ուրեմն գործ հարուցելու, այսինքն խնդրին հետամուտ լինելու։ Իսկ հետագա ընթացքը դա ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում կփորձենք անել իհարկե, նաեւ հետեւել եւ կարեւորագույն խնդիրը նա է, որ մենք գիտենք, որ դա դրանից ոչինչ չեն բացահայտի։ Մենք գիտենք, որ դա այդ գործը այսպես գնալու է մինչև հասնի Եվրոպական դատարան, բայց մենք դրանով չենք բավարարվում։ Մեր նպատակը նա չի, որ հասնի Եվրոպական դատարան եւ այնտեղ ապացուցվի, որ ասենք, եթե կապացուցվի, որ անարդարությունը տեղի ունեցել։ Այլ նպատակը նա է, որ կանխել, այսպես ասած, դատապարտյալների, կալանավորների զանգվածաբար եւ մասսայաբար իրավունքների ոտնահարումները կանխել կալանավայրերում մասսայաբար կիրառվող կտանքները բոլոր դատապարտյալների նկատմամբ։ Այս ընդհանուր խնդրից ելնած, ուրեմն եւ մղումներով մենք կփորձենք անել հնարավորինս, ուրեմն ինչ-որ չափով վիճակը մի քիչ մեղմելու։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վարդգես Գասպարին։ Օրինաց երկիր կուսակցության նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը 2008 թվականի փետրվարի 29-ին համագործակցության հուշագիր է ստորագրել Սերժ Սարգսյանի հետ։ Նրան առաջարկվել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, որն էլ Արթուր Բաղդասարյանը ընդունել է։ Էլ ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել փետրվարի 29-ին անկախ Հայաստանի պատմության ընթացքում, նյութեր Ամեկ+ի պահոցից։
Այսքանով մենք ավարտում ենք մեր օրացույցը էջը, որը մենք պատրաստում էինք ուղիղ 1 տարի, բայց օրացույցի նյութերին դուք կարող եք ծանոթանալ համացանցից։ Ղարաբաղը կարող է պաշտպանել նախագահի երկու թեկնածու 1998-ի փետրվարի 28-ին հայտարարում է հրապարակախոս Տիգրան Հայրապետյանը։ Այդ երկուսը Աշոտ Բլեյանն ու Կարեն Դեմիրճյանն են, առաջինը որովհետև մենք նրա հետ ենք, երկրորդը որովհետև մենք նրա հետ չենք։ Տիգրան Հայրապետյանի կարծիքով ամեն մարդ չէ, որ պետք է զբաղվի Ղարաբաղով։ 2000-ի փետրվարի 29-ին խորհրդարանում քննարկում են էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը։ Էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանը վստահեցնում է, գործարքը լինելու է բաց եւ թափանցիկ։ Այո, վաճառելու ենք, բայց ոչ թե վաճառելու ենք հենց այնպես ջրի գնով։ Դավիթ Զադոյանը հիշեցնում է, որ Համաշխարհային բանկը պահանջում էր դեռ նախորդ տարի սեփականաշնորհել վերջացնել, այնպես որ չվաճառելու տարբերակ չկա։ Եթե այսքանս միասին չենք կարողանալու խելոք սեփականաշնորհել, ուրեմն շատ վատ է մեր վիճակը։ Պատգամավորներից ոմանք սակայն շարունակում են ընդդիմանալ $250 միլիոն բաշխիչ ցանցերի սեփականաշնորհմանը։ Կառավարության անդամները թող այսպես իսկի մտքերից էլ չհասնի, թե այդ հարցը կարող են իրենք բանանել։ Մենք ամեն ինչ կանենք։ ԱԺՄ վարչության նախկին անդամ Վահե Վարսենյանի տպավորությամբ վարչապետ Արամ Սարգսյանը կառավարություն ձևավորելու համար նախարարների հայտեր է ընդունում։ Շուրիկի արկածների պես վիճակ էր ստեղծվել, Պիշանի կարիեր, սոցիալ-նախարար, Այդ նախարարներից մեկը միշտ ընդդիմադիրի դիրքերից հանդես եկող ԱԺՄ-ի հայտնի դեմքերից է։ Այս վերջում ուրեմն գնաց եւ ալբանիակային կարգավիճակ ստանձնեց, այլևս այդ ուժը չի կարող ուրեմն համակարգային ֆունդամենտալ փոփոխությունների մասին ընդհանրապես դիրքորոշում ասել, որտեղ սնանկ է լինելու։ Վահե Վարսենյանը դուրս է գալիս ԱԺՄ-ից, սակայն ԿԸՀ-ում կներկայացնի այդ քաղաքական ուժը։ 2000-ի փետրվարի 29-ի դրությամբ լեզվաբան Աշոտ Սուքիասյանի եւ նրա գործընկերների ջանքերով պատրաստ է հայերենի 4 հատուրանոց 249,000 նիշ պարունակող նոր բացատրական բառարանը, սակայն գոնե մեկ հին սերնդի համակարգիչ չկա դա հավաքելու համար։ Պետությունը վճարել է նրանց ամսական 3-4,000 դրամները, բայց բառարանների խմբագրման համար այլևս գումար չի տալիս, պահանջում է այն հանձնել տպագրության։ Այս բառանը թողնենք Աստծու կամքին։ Անցնենք հաջորդ բառարանը։ Պատրաստ են նաև այս մարդու հոմանիշների եւ օտարազգի բառերի բացատրական, ստուգաբանական եւ բառակազմական բառարանները, դրանց տպագրությունն արդեն Աստծո կամքից էլ անդին է։ Պետություն կա որ, ով է պետությունը։ Մեր նորագույն թող չներանան միլիոնատերից ոչ մեկը չի արձագանքելու։ Այս հարցերում միայն բառարան չէ, մշակույթի հարցերում մանթաշովներ չկան։ Ազատամարտի վետերանների միության համար 2001-ի փետրվարի 28-ի դրությամբ դեռ բազմաթիվ հողեր կան վերցնելու Ադրբեջանից։ Մասնավորապես Ադրբեջանից, ուրեմն Մարտակերտի շրջանի գրավյալ մասը, Շահումյանի շրջանը, Գարդմանքը, Ուտիկի նահանգի մյուս շրջանները, անշուշտ նաև հայկական Նախիջևանը։ Պետեկամուտների նախարարությունում նույն օրը պայթուցիկ սարք են փնտրում, իսկ նախարար Անդրանիկ Մանուկյանն իր աշխատասենյակում թզբեհ է պտտում։ Ուզում էի պայթել, եթե պայթացնում էին։ Իսկապես ուզում էի, որովհետև վերջո ինչ են ուզում։ Ամեն անգամ նման կազմալուծումները իհարկե բացասական ազդեցություն են թողելու բյուջետային մուտքերի վրա։ Մանուկյանն զգուշացնում է, ինչքան պայթուցիկ սարքի մասին հազանգերը շատանան, հարկահավաքությունը խստացվելու է։ Եկել զանգարել էին, որ ձեր նախարարի տունը պիտի պայթացնեին։ Ո՞վ է զանգարել։ Ավտոմատիկ 54-62-39 համարից։ Եվ չպայթեց։ Պայթուն չեղավ նաև նախարարության շենքում։ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը բավարարված չէ հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագրի դեմ հարուցված քրեական գործով։ Դժգոհ եմ դատախազությունից, շատ դժգոհ եմ, որ կիսատ են սարքել։ Մի հատ գործով չէ, մի քանի, 3, 4, 5։ Փաշինյանը իր աշխատողներին խնդրել էր պարզել, թե կառավարման համակարգում ինչպես են հայտնվում դեգեներատները, Երիցյանն անմիջապես հասկացել է ակնարկը։ Այն մարդն եմ, որ ես դեգեներատի բան չունեմ։
Իսկ միգուցե այս մարդը վիրավորվի այն մեղադրանքներից, որ իր ենթականերն ու մերձավորները ավիացիայի համակարգում կոռուպցիայով են զբաղված։ Сплошной вранье. Натуральное вранье. Им ձերքերսել են մաքուր, գլուխսել ալավ աշխատում, գյուլեցել վախող չեմ։ 2002-ի փետրվարի 28-ին Հայաստանի բոլոր լրատվամիջոցները համախմբվում են այն գաղափարի շուրջ, որ պետք է ճնշում գործադրել կառավարության վրա ԶԼՄ-ների մասին օրենքի նախագիծն այս տեսքով ընդունելու դեմ։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում, ելնելով հասարակության, տեղեկատվության ազատության իրավունքը եւ ժողովրդավարությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, հետամուտ լինել այն պաշտոնյաների պաշտոնանկությանը, ովքեր գիտակցաբար պաշտպանելով այս նախագիծը փորձում են երկիրը շեղել ժողովրդավարության ուղուց։ Լրատվամիջոցները պահանջում են օրինագիծը խորհրդարանում քննարկման չդնել։ 2008-ի փետրվարի 29-ին Ազատության հրապարակում կանգնածներից ոչ մեկը չի կասկածում, որ նախագահի ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը հասցնելու է իր տրամաբանական ավարտին։ Կասկածողը մի հոգի է, որն այդ պահին համալսարանում է։ Իրավապահ մարմինները ունեն բավարար ուժ, բավարար հնարավորություն սահմանադրական կարգը պահպանելու համար։ Այստեղ որևէ կասկած, որևէ մեկը չպետք է ունենա։ Բայց դրանից հետո հարթակում կանգնած շատ-շատերը երկար տարիներ անց են կացնելու բանտերով։ Նույն օրը նախագահի տեխնացու Արթուր Բաղդասարյանը, որի մասին Սերժ Սարգսյանն ասել էր, մենք մեր հաճախորդներին լավ գիտենք, համաձայնվում է դառնալ վերջինիս իշխանության անվտանգության խորհրդի քարտուղար։ Հենց դա էլ կանխորոշում է դեպքերի հետագա ընթացքը։ Ազատության հրապարակը սպասում է գարնան առաջին օրվան։ ՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը արդարացնելով իր կուսակից Շուշան Պետրոսյանի աչքերը հանելու սպառնալիքը նշել է, որ հայերի մոտ դատապարտելի չի համարվում նույնիսկ հայրական ապտակը։ Մնում է պարզել, թե ում հայրն է Շուշան Պետրոսյանը։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մենք կհանդիպենք վաղը։ Ֆիզիկականը կլինի ֆիզիկական ազդեցություն, եթե հայրը չի։ Չնայած մեր եվրոպական օրենսդրությունը հոր ապտակն էլ է դիտում որպես ֆիզիկական ազդեցություն։ Гриша, он же бьется, Гриша! Дядь!